Ձևակերպված բանաձև, որ ունենք, հետևյալն է, մաքսիմում արգելքները վերացնել, այդ ներգրավվածությունը փորձել ապահովել, բայց նաև այդ անվտանգության բարձիկները նկատի ունենալով, այսինքն գտնել են մեխանիզմները, որ այն վտանգները, որ ենթադրվում է, տեղի չունենա։ Բայց ներգրավվածության իմաստով այդ արգելքները պետք է ճանապարհները գտնվի, որ հայրենադարձների նաև հսկայական մասնագիտական կարող ուժ կա, պոտենցիալ կա ամբողջությամբ ներգրավել պետական կառավարման համակարգի մեջ։ Մի պարզ օրինակ բերեմ, Վարդան Օսկանյանը դառավ արտգործ նախարար եւ շատ լավ աշխատեց, իմ հետ աշխատեց, օրինակ 10 տարի։ Եթե այսօրվա կարգավորումներով շարժվենք, ինքը այդ իրավունք չէր ունենա, օրինակ։ Նույնիսկ ես հենց ոտի վրա հիմա մենք քննարկում ենք, ես ինչ որ նաեւ գաղափարներ է գալիս, կարելի է ինչ որ ոլորտներ սահմանափակել, նման սահմանափակում դնել։ Օրինակ, եթե խոսքը գնում է մշակույթի ոլորտի մասին, ինչ անվտանգության հարց չկա, հակառակ այստեղ։ Ուրեմն կարելի է որոշ ոլորտներ կապված, օրինակ անվտանգության ծառայություն, կապված ինչ որ ուժային կամ բանակ, լուծում հնարավոր է գտնել, որ նաև այն ոլորտները, որոնք նման զգայուն հանգամանքներ չեն բերում իրենց հետ, այդ ոլորտներից իսկապես այդ բանը հանել, այդ սահմանափակումները հանել։